Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Նախ վերջին զարգացումների մասին Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանը քննչական կոմիտեում է։ Շենքի մոտ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկաններ, կան նաև բերման ենթարկվածներ։ Հիշեցնեմ, քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Առավոտից մայրաթորում իրավիճակը լարված էր, ազգային անվտանգության ծառայությունն է գործողություններ իրականացրել Վեհարանում, որտեղ ժողով էր նախատեսված։ Մասնակցում էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, նրան ձերբակալելու որոշում կար։ Աջապահյանը հավաքված մարդկանց հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին։ Քաղաքացիներն իրավապահներին թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդին բերման ենթարկել։ Վեհարանի դարպասների մոտ հրմշտոց է սկսվել, որի ընթացքում Միքայել Աջապահյան ամենայն հայոց կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան։ Լրագրողների հետ զրույցում Գարեգին II հայտարարել է, որ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանը գնում է ներկայանալու իրավապահներին, իսկ քահանայած դասն առանձնանում է քննարկելու վիճակը։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում է նստած։ Ես այս երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք խելագարի կամքը կատարում են եկել են, սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ եւ հոգեվորականները կհետևեն ինձ։ Վեհապար հայրապետ, բնականաբարն մաքրում։ Ուրեմն ինչ է սպառնում։ Վեհապար հայրապետ։ Մի րոպե, ժողովուրդ, մի րոպե, լուր։ Սիրելի եկեղեցականներ, ինչպես նախատեսված էր, այսօր մենք ունենք ժողով։ Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք գնանք Վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգեվորականների, իսկ երկրի մեր սրբազանների եւ երկրի բնականաբար։ Ուշացնել մեր ջանքերը Այնպես որ պիտի հրավիրենք, որ գնանք Վեհարան, այնտեղ համախմբենք եւ մեր քննարկումները, մեր ժողովը իրականացնենք։ Ավելի ուշ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանը ևս մեկ փորձ է կատարել մեքենայով ներկայանալու քննչական կոմիտե, բայց քաղաքացիները փակել են մեքենայի ճանապարհը։ Աջապահյանը մայրաթորից որոշել է քայլել քննչական կոմիտե, քաղաքացիները երթով շարժվել են նրա հետևից։ Աջապահյանը ճանապարհը շարունակել է մեքենայով։ Նախ շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ եւ անձնապես եւ իբրև հոգեվորական, բայց իրենք հասկացան, կարծում եմ, որ գոնե իրենք այս բանով հասկացան, ինչի համար եմ սա ասում, ինչպես տեսնում եք, վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաև իրենց ուժը մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային, օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ եւ նախագահ Վեհապար հայրապետի կողքին ադենապետն եմ։ Շատ լավ գիտեի, բայց ինչու համար որոշել էին ամսի 27-ին այստեղ այդ մասկի շոուն կազմակերպեցին, չստացվեց, շնորհակալ եմ ինչպես ձեզ, բոլորին, քահանաներին, ժողովրդին, իմ հոգևոր եղբայրներին եւ Վեհապար հայրապետին, իմ մասնավորի, իր հայրապետական բարձր պահվածքի համար, հիմա իրանք հասկացել են եւ նահանջել են։ Եվ դրա համար ավելորդ է այլևս թույլ տալ, որպես իրենք երկրորդ
ինչ-որ հարցակումը թույլ տան եւ երկրորդ անգամ պղձեն մայրաթորի հոգեպարար, հոգեվոր մթնոլորտը։ Ես որևիցե բանից չեմ վախենում։ Այս մեղադրանքը բացարձակ շինծու ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, երբեք էլ չեմ խոսապել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Եվ հիմա միակ խնդրանքս է, որ թողնեք, որպես ես նստեմ մեքենան եւ մեր սիրելի փաստաբանի հետ գնամ քննչական կոմիտե ներկայանալ։ Ուզում ա գնա չեմ թաղում։ Հալա ճապայանը։ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ելնելով անվտանգության նկատառումներից եւ կանխելով իրավիճակի հնարավոր եւ դիտավորյալ սրումը որոշել են դուրս գալ մայրաթորի տարածքից։ Ծառայությունը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ վիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահների օրինական որոշումների իրագործմանը։ Միքայել arczepiskopos Աջապահյանին էլ կոչ են արել չթաքնվել իրավապահներից եւ ներկայանալ իրեն սպասող ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ ԱԾ-ն շարունակել է իրականացնել օրենքով սահմանված գործառույթները, ապահովելով հանրային կարգի եւ անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի, ասված է հայտարարությունում։ Քննչական կոմիտեն հայտարարություն է արել նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահների օրինական գործունեությունը, այդ փաստով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով եւս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը եւ միջամտելը Հայաստանի օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Հորդորել են ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծից հանկացած դրսևորումից։ Հիշեցնեմ, Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական եւ վարութային գործողություններ։ Իրավապահները հեռացել են, որից հետո առաջնորդարանի դուռը բացվել է։ Առաջնորդարանի մոտ հավաքվել էին քաղաքացիներ, որոնց շարքերում կա բերման ենթարկված։ Ոստիկանությունը բերման է ենթարկել ներկաներից Մհեր Խաչատրյանին, որին հորդորում էին անցնել փողոցի մյուս մայթ։ Կատարվածին արձագանքել են իշխող ուժից, ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է անդրադարձել իրադարձություններին։ Ռազմական հեղաշրջման բացահայտ կոչ արած Միքայել arczepiskopos Աջապահյանին պատսպարելով Կտրիչ Ներսիսյանն այդ կոչերի պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ Առավել նողկալի է, որ այս ամեն այս սրբապիղծներն անում են մայրաթոռում։ Աջապահյանին հատուկ տարել են մայրաթոռ, որ հետո ողջ դնեն, թե հասեք ուժայինները եկել են մայրաթոռ, գրել է Ռուբեն Ռուբինյանը։ Հեղաշրջման կոչեր հնչեցրած Աջապահյանը նախապես գիտենալով, որ իրավապահները գալու են քննչական գործողություններ կատարելու, փախչում է մայրաթոռ, պատսպարվում եւ այն դարձնում վահան ընդդեմ պետության։ Այս նույն ընթացքում ընդդիմադիր ահաբեկիչները կոչ են անում մարդկանց մեկնել մայրաթոռ եւ պաշտպանել այն իրավապահներից։ Ստեղծում են արհեստական կոնֆլիկտ, որ ստանան այդքան երազած բախումը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն է Facebook-յան էջում գրել. Կտրիչ Ներսիսյանը մայրաթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք եւ ահաբեկչական գործողությունների հենակետ ընդդեմ պետության։ Պետությունը պետք է պաշտպանի իրավակարգը եւ ժողովրդին ահաբեկիչներից եւ հանցագործ տարերից։ Մայրաթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է, գրել է Հայկ Կոնջորյանը։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի համար անընդունելի են իրավապահների գործողությունները։ Մայրաթորի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանն արձագանքել է գրառումներին։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Միքայել Սրբազանը որևէ մեկի հետևում պահ չի մտել, նա այդ մարդը չէ։ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի ու եկեղեցու առաջամարտիկները, իսկ այսօր կատարվում է այն, ինչ կատարվել է 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը կտոր արեցին, ասել է Նաթան Սրբազանը։ Որևէ մեկս չի ընդունում այդ գործողությունների իրավականությունը ու նաև հատկապես ձևը, որովհետև մի այնպիսի հանցագործի չեն եկել տանելու կամ բերման ենթարկելու։ Եվ ձեզ պիտի ասեմ, որ Միքայել Սրբազանը ազնվորեն իր ազնվական որոշումը արեց, որ ինքը պիտի գնա, որովհետև ինքը նախ եւ առաջ հանցագործ չէ, եւ ինքը կգնա, եթե կարող են հաստատել նրա հանցագործությունները, այդ պարագային այլևս ուրիշ գործողություններ կլինեն։ Ուրեմն, ուզում եմ պատմել այն, ինչ որ տեղի ունեցավ ընդամենը այս վերջի ժամի ընթացքում, որովհետև ինձ ասեցին, որ արդեն շրջանառվում է տարբեր ուրեմն Facebook-յան եւ այլ նման եւ հատկապես մեր պաշտոնյաներ, իշխանական պաշտոնյաներ եւ այդ ամենը ուզում եմ նախ եւ առաջ ասելու բոլորը տեսակ Միքայել Սրբազանը ինքնակամ որոշումներ մենք բոլորս հարգում ենք նրա որոշումը որովհետեւ ամենալավ պայքարը արժանապատիվ պայքարն է եւ երբևէ Միքայել Սրբազանը որևէ մեկի ետևում չի պահկվել, չի պահմտել եւ նման նպատակ էլ չունի։ Այդ այն մարդը չէ։ Ի վերջո ուզում եմ ձեզ ասել, գնացեք իմացեք նրա տոհմածառը։ Աջապահյանները բոլոր ժամանակներում եղել են մեր ազգի եկեղեցու եւ պետականության առաջամարտիկները։ Եվ այսօր կատարվում է այն, ինչ որ կատարվեց 1915 թվականին, երբ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանին թուրքերը պարզապես կտոր արեցին։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ ներքաղաքական իրավիճակի հետ կապված քննարկում է ունեցել պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ։ Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունն առաջադրելուց, իսկ Աղազարյանն ու Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանի թեկնածությունը։ Նրա համաձայնության դեպքում գրել է Էդմոն Մարուքյանն ու բոլոր ընդդիմադիր եւ իշխող խմբակցության պատգամավորներին կոչի արել միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում եմ հարցը բերել խորհրդարան եւ սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել, գրել է նա։ Մարդու իրավունքների պաշտպանն իրավիճակը մտահոգիչ է համարում Facebook-յան էջում Անահիտ Մանասյանը գրել է, որ պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ հայ առաքելական եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։ Պաշտպանն ընդգծում է, որ թե հասարակական կարգի պահպանումը, թե կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության պայմաններում։ Ուստի կոչ է անում խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ։ Իրավիճակի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների եւ այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը, նշված է գրառման մեջ։
Վարչապետը Երևանում մասնակցել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին։ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է տարեկան զեկույցը իրականացված ծրագրերի ու նախագծերի ընթացքի վերաբերյալ։ Քննարկվել են հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2025 թվականի տարեկան բյուջեն։ Խորհրդի նիստից հետո վարչապետը հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ասուլիս կտա ու կպատասխանի։ Այսօր չի պատասխանելու հարցերի, ապա խնդրել է իրեն չհետապնդել։ Եթե հնարավոր է եկեղեցու իշխանության հակամարտության վերաբերյալ կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանում։ Այսինքն իրավապահ մարմիններին եք արդեն հանձնարարել եկեղեցով զբաղվել, պարոն Փաշինյան։ Ես արդեն չեմ պատասխանել հարցերի, այսօր չեմ պատասխանի հարցերի։ Խնդրում եմ մի հետապնդեք ինձ։ Ընդդիմադիրներն ասում են քաղաքական հետապնդում է սա։ Ես հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբան։ Բայց այսօր է կատարում իրադարձությունները։ Դուք մեկնարկել եք այսօր։ Չնայած վարչապետը հայտարարել է, որ չի մեկնաբանելու, այնուամենայնիվ մի քանի գրառում կատարել է։ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում մայրաթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների, բախումներ չեն լինելու։ Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը մայրաթոռը քրիստոնեաբար ազատելու է եւ վեհարանը հանձնելու է վեհի, նշել է Փաշինյանը։ Պեկինում պաշտոնական այցի շրջանակում արտգործնախարարը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ։ Զրուցակիցները քննարկել են գործընկերության հարցեր, երկուստե գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության եւ գործընկեր երկրի կարգավիճակում արդեն արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում Հայաստանի մոտեցումները եւս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են կազմակերպության ստեղծման հիմքում։ Այդ թվում տարածքային ամբողջականության հարգում եւ սահմանների անխախտելիություն։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման եւ տնտեսական կապերի ամրապնդման կարեւորությունը։ Միրզոյանն անդրադարձել է կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ նախագծին, որն արդեն դրական արձագանքների է արժանացել նաեւ կազմակերպության մի շարք անդամ պետությունների կողմից։ Պեկինում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը, անդրադառնալով Հայաստան-Չինաստան խորացող գործընկերությանն ու տարածաշրջանային հարցերի։ Այդ մասին արտգործնախարարության մամուլի խոսնակն է գրել։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում գործակցության հնարավորություններն են քննարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Դավիթ Խուդաքյանը Ստամբուլում էր։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ Մինսկի անկախության պալատում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստը։ Միջոցառմանը մասնակցում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բացի Ռուսաստանի ղեկավարից եւ գագաթնաժողովը հյուրընկալող Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոից նիստին մասնակցում էին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը եւ Ղրղստանի նախագահ Սադիր Ժապարովը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը միացել էր տեսակապի միջոցով։ Նեղ կազմով հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որին միացել են դիտորդ պետությունների Կուբայի եւ Ուզբեկստանի, ինչպես նաեւ հյուր երկրների Մոնղոլիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները։ Եվրամիությունը հնարավոր է մոտ ժամանակներս համաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքների շուրջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան նույնպես նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատանքը այս հարցի շուրջ։ Ըստ Եվրոնյուզի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հայտնել է, որ կպահպանի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նկատմամբ իր վետոն։ Լրատվամիջոցը նշում է, որ ինչպես Սլովակիան, այնպես էլ Հունգարիան մեծ կախում ունեն ռուսական նավթից եւ գազից, ինչից աստիճանաբար հրաժարումը մտնում է պատժամիջոցների նոր փաթեթի մեջ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Հունգարիային հաջողվել է կանգնեցնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ Մենք հասկանում ենք ուկրաինացիներին, տեսնում ենք նրանց հերոսական պայքարը, տեսնում ենք նաև, որ նրանք օգնության կարիք ունեն, բայց մենք ուզում ենք օգնել նրանց այնպես, որ չկործանենք մեզ։ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակեր, որ մենք կոչնչացնեինք ինքներս մեզ։ Մի ակնթարթում մենք կներքաշվեինք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, նշել է Վիկտոր Օրբանը։ Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր նաև Եվրամիության գագաթնաժողովի Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարության ընդունումը, որի հիմնական կետը երկրի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների մեկնարկի աջակցությունն էր։ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակն Անկարայում ընդունել է պաշտոնական այցով ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Քերիմ Վելիևին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը մայրաքաղաքում կայացած արարողությունից հետո հանդիպում են անցկացրել շտաբում, այնուհետև մասնակցել են ակնառու դիտորդների օրվան Ստամբուլում, որտեղ ընթանում են միջազգային խաղաղապահ զորավարժություններ 17 երկրից 360 զինծառայողի մասնակցությամբ։ Միացյալ Նահանգները կվերացնի Չինաստանի նկատմամբ որոշ սահմանափակող միջոցներ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների արդյունքում։ Այս մասին հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարությունը։ Չինաստանն օրինական հիմունքներով հավանություն կտա վերահսկվող ապրանքների արտահանման հայտերին, որոնք համապատասխանում են պահանջներին։ Միացյալ Նահանգներն իր հերթին կվերացնի Չինաստանի դեմ ընդունված մի շարք սահմանափակող միջոցներ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հունիսի 25-ին նոր առևտրային համաձայնագիր է ստորագրել Չինաստանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Գազայի մարդասիրական հիմնադրամի համար 30 միլիոն դոլարի ֆինանսավորումը։ Նշվում է, որ հունիսի 26-ին պետքարտուղարությունը նաև կոչ է արել այլ երկրներին նույնպես աջակցել պատերազմից տուժած Գազային։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոնի Մուրը, որը Թրամփի առաջին վարչակազմում Սպիտակ տանը զբաղեցնում էր խորհրդականի պաշտոն, հունիսի 26-ին X-ում գրառման մեջ նշել է, որ մայիսին իր գործունեությունը սկսելուց ի վեր ավելի քան 46 միլիոն չափաբաժին սնունդ է մատակարարվել։ Մայիսի վերջից Իսրայելը Միացյալ Նահանգների աջակցությամբ սկսել է իրականացնել Գազայի հատվածի բնակչությանն օգնություն տրամադրելու նոր ծրագիր, որը ըստ պաղեստինյան աղբյուրների վերածվել է մահվան թակարդների, որոնք իսրայելական բանակի մշտական թիրախում են։ Գազայի կառավարությունը հայտարարել է, որ մոտ 1 ամսվա ընթացքում օգնության կենտրոնների մոտ զոհերի թիվը գերազանցել է 500-ը։ Հնդկաստանը եւ Ռուսաստանը քննարկել են ռուսական S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի մատակարարման, Su-30-ի արդիականացման եւ կարեւորագույն ռազմական տեխնիկայի կարճ ժամանակահատվածում ձեռքբերման վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը երկու երկրների պաշտպանության ղեկավարներ Ռաջնաթ Սինգի եւ Անդրեյ Բելոուսովի միջև Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացած հանդիպումից հետո։ Սինգը եւ Բելոուսովը մանրամասն քննարկումներ են ունեցել մի շարք հարցերի շուրջ, որոնք ընդգրկում են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, անդրսահմանային ահաբեկչությունը եւ ռուս-հնդկական պաշտպանական համագործակցությունը։ Նորքի այգիներում թմրանյութ տեղադրելու պահին ձերբակալվել է 43-ամյա կին, հայտնաբերվել է 40 փաթեթ։ Մանրամասները տեսանյութում։ Հունիսի 24-ին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13:40-ին Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ, տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող տեղնականաչափուն զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է ներմուծման եւ իրացման փուլում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք, ավելին տեսանյութում։ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ներմուծման եւ իրացման փուլերում հարկերից խուսափելու նոր դեպք։
Օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում Զվարթնոցը թանավականի կարգո բեռնահամալիրի տարածքում վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամ երկրներից եւ Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային եւ մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ ու խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավելի քան 142 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Արգրավել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ էլեկտրոնային ծխախոտներ։ Նշենք, որ ապրանքների ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են եւ ցանկացած խախտում կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Հետևաբար պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հիշեցնում է, որ հարկային ու մաքսային փաստաթղթերում տվյալների ճշգրտությունը, ապրանքների ամբողջ ծավալը ճիշտ հայտարարագրելը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև բիզնեսի առողջ զարգացման գրավականներից մեկը։ Վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ հունիսի 29-ին կեսօրից հետո որոշ շրջաններում հնարավոր է անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում նաեւ կարկուտ։ Այսքանը հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է այսօրվա աղմկահարույց իրադարձությունների վերաբերյալ, բաց չթողնեք, հաջողություն։